Խոսում ներկայացնող քեզ մեծարել քեզ երկրպագ
ես կասեմ Տիրոջը իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես ուսացած եմ, որովհետեւ նա կփրկե քեզ որսորդի որոգայթից, չար ժանտամահից, նա կծածկե քեզ իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը աստղ է եւ զրա, դու չես վախենա գիշերի զարմանքից, այն նետից, որ թրջում է ցերեկը, այն ժանտախտից, ով խավարում ու շոր է գալիս, այն հարվածից, որ սատկեցնում է կեսոնում, 1000 հոգի քո կողմից կգնեն եւ 10,000 քո աջ կողմից, բայց քեզ չի մոտենա։ Միայն քո աչքերով գնայես եւ ամբարշտների հատուցումը կտեսնես, որտեղ դու ես Տեր իմ հույսը, դու բարձրային քեզ ապահեն արիշ, քեզ չար բան չի հասնի, երբևություն չի մոտիկանա քո բնակարանին, որտեղ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում, նրանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտքդ քանի չդրցնես, առյուծների եւ իժերի վրա կգնաս, առյուծի կորունների եւ իշակների ոտով կող կտաս, որտեղ նա ինձ ցանկացավ եւ ես փրկեցի նրան։ Ես բարձր կանեմ նրան, որ նա ճանաչում է իմ անունը։ Նա կկանչի դեպի ինձ եւ ես կլսեմ նրան։ Ես նրա հետ կլինեմ նեղության մեջ, կապրեցնեմ նրան եւ փառավոր կանեմ։ Երկայն օրերով կկշտացնեմ նրան եւ իմ փրկությունը ցույց կտամ։ Հալելույա։ Մենք փառավորում եւ մեծարում ենք քեզ, արքաների արքա, Տերերի Տեր, թող քո փառքի լույսը, թող քո սուրբ հոգու անձրևները թափվեն այստեղ։ Գիտես, հիմա Տերը իր անձրևները թափում է այստեղ, սուրբ հոգու։ Գիտես թե ինչպես է։ Ոսկու, մանաշ, փուշպես, կտորներ, գալիս են քո վրա, և քեզ ներսից ու դրսից, ոսկե պատում է, լեցում է, որտեղ Տերն ասում է, ես քեզ պատվական ոսկի մի տակ կրակի մեջ փորձված, և ես մոքուս մեջ տեսնում եմ, այդ ոսկին, որ թափվում այստեղ, ամեն մեկի վրա, որ իր սիրտը բացել է սուրբ ու առաջ։ Holy Creator Jesus. Please, my Father, Lord Jesus Christ, my Father and Lord. Երկր փակիր Տիրոջը, փակիր քո աչքերը, և կտեսնես այդ ոսկու փուշի այստեղ, որ ծածկում է քեզ, որ գալիս է քո վրա, նա թափվում այստեղ։ Հիսուս փառավոր է, Հիսուս փառավոր է, Հիսուս փառավոր է, նրա անունը մեծ է։ Ասկից, նրա անունը կանչում են բոլորը։ Հալելույա։ Մենք փառավորում ենք քեզ։ Թող քո սուրբ հոգու ներկայությունը իջնի այստեղ, թող քո սուրբ հոգու ներկայությունը հնչի Տեր, ամենքի վրա հավատքով իման տունեց Տեր, հավատքով բռնեց Տեր, որ այդ ոսկին գալիս է իր վրա, և դու հարստացնում ես իրական ոսկով, պատվական ոսկով։ Մենք չենք ասում ենք հարստացել եք և բանի կարիք չունենք, մենք եկել ենք քո առաջ, որպես աղքատներ, բայց որ քո ոսկու կարիք ունենք, պատվական ոսկու, կրակի միջով փորձված ոսկու, դուր այդ ոսկի մեզ, հարստացրա այդ ոսկով մեզ, շարունակիր, ես ոսկեզած եմ, որովհետև դու մեծ գնով մեզ գնեցիր, որ քո պատվական ոսկին պահես մեզ մեջ, քո սուրբ հոգին փառքես, և այդ օծությունը թող իջնի և հարգիչի ամեն մեկի վրա Տեր, որ հիմա հավատում
այս իրականության։ Եվ մենք եկել ենք քեզանից կրակի, ինչով փոխված այն ոսկին, ասա ոսկի, ես սնջում այդ ոսկի, ասա այդ ոսկին իմ վրա, իմ ներսում, ես ոսկ ես ուծված եմ, ես ոսկով լծված եմ, ես եկել եմ այսօր շարունակեմ այդ ոսկով հասնանալ, ասա հարստացրա ինձ քո ոսկիով դեր։ Oh, celebrate Jesus, թող կապության ամեն ունեցները, թող աղքատության ամեն կողակները, թող սատանայի խամարից կրագրեն ու խորուկները տապալվեն Հիսուսի ամեն հիաստանություն, ամեն երկպտություն, ամեն վաղ, ամեն աղնակ, ամեն աղքած զբուկներ, թող գնան, թող ներկայությունը գծվի և մաքրի Տեր, մեզ ամեն տկարություններից, ներիր մեզ, ներմեղես, ամեն Այո, Տեր, մենք եկել ենք հանդերձներ ապնելու արդարության հանդերձները, մաքրիր մեզ քո սուրբ արյամբ, Տեր։ Մենք ոչ թե շքեր, այլ քո հանդերձների կարիք ունենք, որ մեր ամոթարի մեկությունը ծածկես, ծածկիր մեզ քո հանդերձներով, Տեր։ Դիրիշ մեր աչքերին, սրտի աչքերին, որ մեր սրտի կուրությունը հեռանա, և ես Հիսուսի անով հարացում ես տեղ ամեն սրտից, ամեն կուրություն, ամեն խավար, Հիսուսի անով Ասա ես տեսնելու կարիք ունեմ, ավելի տեսնելու կարիք ունեմ դեր դիրիմ աչքերին։ Շատ անգամ շատ հավատքի մարդիկ, քրիստոններ չգիտեն իրանց հետաքան, իրանց անելիքը, սպարվում են երկու երկից, երկու փառաբանությունից, երկու օրհնությունից, երկու կյանքով հոգությունից սկսում են աշխարհում ինչ-որ բաներ որոնել։ Ես ինչի համար, որտեղ սրտի մեջ կուրություն կա, ես որտեղ ուզում եմ բժշկի քո սրտի կուրությունը, և ուզում եմ տեղ տնի քո սրտի կուրության, որպեսզի քո սրտի աչքերը տեսնեն այն ինչ ուզում ես որ Տերը տակես։ Հալելույա, փառք ես Տեր, և հիմա ծափահարել Տիրոջ։ Ես չգիտեմ ինչպես ես եկել այստեղ, լավ կորել որ պատրաստ կա այստեղ։ Ես լավ կորել որ դուք առավոտ ես իսկացիան վերեկացա, վաղ առավոտյան ես Տերը մի բան ասեց, ուզում ես շատ բաներ փոխել, ասեցի հատեր, ասեց թե ծնկի և սկսի աղոթել, և սկսի աղոթել, ու ես հավատում եմ, որ այդ փոփոխությունը շարունակվում է, որտեղ մենք կարիք ունենք այդ փոփոխության, հալելույա, փակիր քո աչքերը, ես շարունակիր երկրպագել, և Տիրոջ այցելությունը թող գա կյանքի մեջ, ով է բարիք արա, որ
Դավիթը բերել քո սուրբ արյուններ, քո սուրբ ներկայությամբ սրա եւ ծեր ամեն խաղար դիվային աշխարհի ամեն տեսակի գրուհներ ու արձակումները հեչիները նոճը եւ քո արյունները խոսում այստեղ ամեն կախարդությունները այսօր առանց ամեն սխալ դավանությունները ճակները կապում շտկում այս Հիսուսի անունով ես քո լույսն եմ խոսում եւ քո հոգուտներ կանցունիչնի ամբողջ այս շենքի այս պարսկի վրա եւ ծրի ամեն խաղար եւ թող քո ամեն փառավելի վրաշանես Պատին գործում է ծան թող փառավելի Հայր որդի եւ Սուրբ Հոգին Հալելույա ամեն Աղոստը հալելույա Դիոջը փառք Որտեղ իսկապես աղոթող մարդու մեջ Աստված դնում է, որ ինչ-որ մեկի համար աղոթի, որտեղ Տերը հաստատ անհանգստացած չի մենակ քո էգոիստական ցանկություններով եւ քո սուբյեկտիվ մտածելակերպով,
Դեք մենք նա ծառայության ընթացք ենք անցնում, մենք մի թեմաներ ենք անցնում, որ դրանք սուբյեկտիվ չեն, դրանք շատ լայնախոհ Աստծո թագավորության մեջ ապրող իսկական մարդկանց համար մենք պետք է խոսենք այս թեմաները։ Շատ մարդիկ կան գալիս այս թեմաները լսում են, հասկանում որ սրանց համար չի։ Ես որտեղ իրանք մենակ իրանց տան, աշտամաղը, բյուղումեղը, գիտես իրանց ընտանեկան հարցերը, բան, բայց այս թեմաները մենք խոսում ենք, սա ընդհանուր թագավորության են վերաբերում։ Եթե դու թագավորության մեջ ապրող մարդ ես, այս թեմաները քեզ պետք են, եւ փառք ես Հիսուս ջան, այստեղ ամեն ինչ համար։ Դեր ուղղի կարող նստեք Տիրոջ առաջ, նա ցավ տվեք Տիրոջ Երկրորդ կողմի 8-րդ գլուխը բժշկված ես դες Հիսուսի այլազնությամբ եւ նրա վերքերով փառք Տիրոջը։ Բայց եղբայր, իմաստուն եմ ձեզ Աստծո այն շնորհքը, որ մակեդոնացիների եկեղեցիներին տրված է։ Ես մենք ասենք իրականում խոսում ենք Աստծո այն շնորհքի մասին, որ մեզ երկու ազատություն բերեց։ Կարող ես հիշես որն է այդ ազատությունը։ Առաջին ազատությունը Տերը մեզ տվեց օրենքի պատասխանատվությունից։ Որ այլևս մենք օրենքի առաջ պատասխանատու չենք, կապ չունի մեղք։ Մենք գիտենք օրենքը մենակ մեղքի համար է։ Օրենքը մենակ մեղքի համար չի։ Օրենքը աստվածպաշտության ողջ ընթացն է։ Մենք եկել ենք այստեղ աղոթում ենք մեղք չենք գործում, ճիշտ է։ Մենք այստեղ եկել ենք հավաքվել ենք մեղք չենք գործում, չէ՞ բայց սա Աստծո օրենքն է։ Մեզ ազատագրեց Աստված մեղքի օրենքի պատասխանատվությունից արդարանալուց։ Այսինքն օրենքով արդարանալուց մեզ ազատեց Աստված։ Առաջինը դա, որ մենք այդ օրենքով չենք արդարանում։ Ճիշտ է թե՞ չէ։ Բայց ինչո՞վ ենք արդարանում։ Շնորհքով։ Հիսուս Քրիստոսի խաչի փառավոր հաղթանակը բերեց մեզ ձրի արդարանալու շնորհ։ Աստված մեզ շնորհեց առանց օրենքը պահելու, առանց այս օրենքի մի շնանա, մի գողանա, մի ցանկանա։ Այսինքն ես ազատագրվեցի օրենքի առաջ պատասխանատվությունից։ Էլ օրենքը ինչի ասում, եթե մեղանջես, պիտի մեռնես։ Այլ Քրիստոս ինձ ազատեց ձրի ազատեց, ամեն, ձրի ազատություն տվեց։ Ես ոչ մեղքի պատասխանատվություն կրեցի, չմեռա, չչարչարվեցի, եւ նույնիսկ մեղքերից դեռ չէի ազատագրվել։ Ես դեռ իմ մեղքերի մեջ էի, բայց Աստված ինձ արդարացրեց, շնորհեց։ Ինչ? Թողություն, արդարություն։ Բայց սրա նա համար չի, որ մեր գործը։ Երկրորդ ազատությունը ինչից ազատեց Աստված մեզ։ Եվ ինչով ազատեց։ Մեղքից ազատեց, մեղքի բնությունից ազատեց։ Տալով իր հոգին ինձ, որի մեջ բնակվի։ Չէ՞ Աստծո հոգին մեջ բնակվում։ Աստծո հոգին բնակվում է։ Եվ Աստծո հոգին տվեց մեզ եւ մեզ որդի գրեց։ Եվ այլևս մենք ծառաներ չենք, այլ որդիներ ենք։ Ճիշտ է թե՞ չէ։ Եվ մենք հիմա ձրի արդարացած ենք եւ ազատագրված ենք։ Եվ ունենք այն բնությունը, որ ապրում է Աստծո օրենքը։ Եվ ես մենք պետք չի ասել մի շնանա, մի գողանա, մի ցանկանա, մի սուտ խոսա, մի արդ։ Որտեղ Աստծո բնությունը մեր մեջ է եւ մենք ապրում ենք այդ օրենքը բնությամբ։ Ամեն։ Աստծո բնությամբ։ Մենք մարմնավոր ենք, բայց մեղքը հոգևոր։ Եվ մենք չենք կարող օրենքը պահել։ Mēs սա մասին ինքան ենք ուզածել։ Ճիշտ է չէ։ Բացի քաղաքացիների թղթերի մեջ գրված այս շնորհությունից, այդ որտեղ է գրված սրա մասին, կա՞։ Կարող ես։ Այդ որտեղ է գրված։ Հա՞։ Ծրի արդարանալու երկուսի 8-ը է որտեղ։
Փարթիների մեջ 2-ը, 3-ը, 4-ը, չէ՞, Փարթիոջ։